Կարծես
Ժողովուրդ 5 րոպե։ Ժողովուրդ իմ ձայնը լսվում է։ Այո, Սա 2 րոպեից կսկսենք։ Ինանք էլի մարդ ավելանում, այլ չի ավելանում։ Կսկսենք։
Շուտ արդեն սկսենք, իմ անունը Լևոնն է, այսօր քննարկելու ենք քիմիական կինետիկան։ Ու սկսելու ենք մի քիչ նախաբանից, այսինքն պրեզենտացիան սկսելու է մաթեմատիկական որոշ հիմունքներից, որոնք անհրաժեշտ են լինելու ձեզ քիմիական կինետիկան հասկանալու ու իր խնդիրները լուծելու համար։ Եթե հարցեր եք ունենում, հարցերի համար կարող եք գրել chat-ում ընթացքում, եթե ցանկանաք ընդմիջում, էլի կարող եք chat-ում գրել, ընթացքային 10 րոպե ընդմիջում կարող ենք անել։ Ասեք, հեսա share կանեմ պրեզենտացիա։ Դերս նորմալ լսվում է, չէ՞։ Այո, լավ լսվում է։ Պրեզենտացիան մեծ տարբերակով երևում է ձեզ։ Մեծացրած տարբերակը չի երևում։ Լավ, դե նախապես սկսեմ, որ Հարալ Ջոնսոնի հետ ես համաձայն եմ, որ քիմիական կինետիկան ինքը, այսինքն որ ուսումնասիրում ռեակցիաների հարաբերությունը ինքը բարդ թեմա է ու ինքը լավ բազմաշերտ է, բայց պետք է դրանից ոչ թե ուսացնենք, այլ ընդհակառակը ավելի եռանդուն կերպով դրվենք այդ ոնց որ խնդիրների լուծմանը, փորձենք հասկանալ ոնց աշխատում քիմիական ռեակցիաները ու սկսենք մաթեմատիկական հիմքից։ Իսկ հիմա գծային ֆունկցիան մեծ մասի ծանոթ է, որովհետև հասկացա 8-րդ դասարանցին սկսած մեր մասնակիցները, ինքն գծային ֆունկցիան ինքը արդեն բառը ասում է, որ իր գրաֆիկական պատկերը գիծ է։ Այսինքն ինքը ունի fx-ը հավասար է ax պլյուս b ընդհանուր բանաձևը, որտեղ a-ն կարելի է ասել ցույց է տալիս, թե ինչքանով է մեր կորը ոնց որ ավելի մեր կորի թեքությունն է նյութագրում։ Իսկ b-ն ցույց է տալիս մեր կորը, այսինքն ուղղագիծը y-ների առանցքի համեմատ ինչքան է բարձրացած, ինչքան է իջած։ Հիմա օրինակ տեսեք, երբ որ x-ի գործակիցը, այսինքն a-ն 1/2 է, ինքը դեպի վեր ուղղող ուղի է, իսկ երբ որ x-ի գործակիցը -1 է, ինքը դեպի ներքև է իջնում։ Հիմա հակադարձ ֆունկցիան։ Հակադարձ ֆունկցիայի ամենադասականն է ինքը ընդհանուր բանաձևը fx-ը հավասար է a բաժանած x մինուս h պլյուս k։ Այսինքն էլի կան այս դեպքում ցույց է տալիս մեր գրաֆիկը ինչքանով է ինքը բարձրացած վեր, ինչքանով է իջած ներքև, իսկ h-ը ցույց է տալիս աջ ու ձախ տեղափոխությունը մեր գրաֆիկի, իսկ a-ն գրաֆիկի ձգվածության աստիճանը, այսինքն ամենադասական տարբերակը, երբ որ fx-ը հավասար է 1 բաժանած x-ի։ Այդ տարբերակում արդեն ինքը ունի այս դասական հիպերբոլի պատկերը։ Այս գրաֆիկը, որ տեսնում եք, ինքը հիպերբոլ է։ Մյուսը արդեն կարծեմ 11-րդ դասարան նոր ծանոթանում է այս ֆունկցիայի հետ, լոգարիթմական ֆունկցիան է։ Հենակ սկսենք ցուցչային ֆունկցիան ինչ է։ Ցուցչային ֆունկցիան օրինակ բոլորդ գիտեք, օրինակ 2-ի քառակուսին հավասար է 2 անգամ 2, 2-ի խորանարդը 3 անգամ 2 ենք կազմապատվում, բայց պատկերացրեք ֆունկցիա է, որտեղ մենք գիտենք հիմքը, այսինքն գիտենք 2-ը, բայց չգիտենք քանի անգամ է ինքը կրկնվում, այսինքն դա եղավ 2-ի x աստիճան, կարա լինի 3-ի x աստիճան,
որտեղ x-ը կարող արդեն ցանկացած թիվ լինի։ Օրինակ, երբ որ x-ը հավասար է 3, 2x-ը 8 է հավասար։ Հիմա մեր հաջորդ խնդիրը հասկացանք, ցուցիչային ֆունկցիան ան x-ը հավասար է b, այսինքն f(x)-ը հավասար է ax։ Հիմա եթե ցանկանում ենք գտնել x-ը, գտնելու համար կա հատուկ մաթեմատիկային գործողություն, որը կոչվում է լոգարիթմ։ Այսինքն գրվում է այսպես, x-ը հավասար է լոգարիթմ a հիմքով b, այսինքն ան մեր մոտ հիմքն է, օրինակ 2-ի x աստիճանը հավասար է 8, որպեսզի x-ը հասկանանք ինչի է հավասար, պետք է գրենք լոգարիթմ 2 հիմքով 8, այսինքն p-ն այս դեպքում 8-ն է եղնում, ան լինում է 2-ը, ու այս տարբերակում արդեն x-ը հավասար է եղնում 3-ի, այսինքն հիմա մի հարց եմ տալիս, չաթում կարող եք ձեր տարբերակները գրեք լոգարիթմ 4 հիմքով 16-ը, ինչի է հավասար։ Հասկացաք, չէ՞, այսինքն պատասխանից որ մեծ մասը հասկացաք, այսինքն երկուսն է։ Ինքն ցույց է տալի, որ 4-ի քառակուսին հավասար է 16-ի։ Շատ լավ է։ Հիմա լոգարիթմական ֆունկցիան հասկանանք ինչ է։ Լոգարիթմական ֆունկցիան այն ֆունկցիան է, այսինքն f(x)-ը հավասար է լոգարիթմ a հիմքով x։ Չէ, այսինքն մենք գիտենք, պետք է գտնենք a-ի n աստիճանը, որը ինքը հավասարում է x-ի։ Ու ստեղ պայման կա, որ ան մեծ է 0-ից։ Հիմա մի քանի հատիկ պատկերնայինք, այստեղ կտենաք լոգարիթմ e հիմքով x, n ինքը հաստատուն թիվ է, որը կոչվում է բնական հիմք, ինքը հավասար է 2,71 ու շատ հաճախ լոգարիթմ e հիմքովը գրում է ln(x), այսինքն դուք ստեղ կհանդիպեք նաև ln, պատկերացրեք լոգի տեղը գրված է ln, դա կոչվում է բնական հիմքով լոգարիթմ, որը ցույց է տալիս e-ի ինչ աստիճանն է հավասար x-ին։ Մեկ րոպե։ Հիմա ձայնը լսվում է։ Նա ոնց որ իմ մոտից խնդիրը չի, եթե լսվում է։ Ինքն հասկացանք բնական հիմքով լոգարիթմը որն է, հասկացանք լոգարիթմը որն է, եւ նայենք հիմա եւ լոգարիթմական ֆունկցիայի գրաֆիկական պատկերումը այսպիսի տեսքով։ Ինքն երբ որ x-ը փոքր է լինում, երբ որ x-ի արժեքը փոքր է 1-ից, մեր լոգարիթմը ընդունում է բացասական արժեքներ։ Երբ որ x-ի արժեքը մեծ է 1-ից, ինքը ընդունում է դրական արժեքներ։ Օրինակ, լոգարիթմ 2 հիմքով 1/2-ը հավասար է մինուս 1-ի, այսինքն 2-ի մինուս 1 աստիճանն է հավասար 1/2-ի։ Անցնենք առաջ։ Ֆունկցիաներից այսքանը, եթե ընթացքային ինչ-որ մաթեմատիկական հետագայում քննարկել մաթեմատիկական ինչ-որ մի նշան կենակ, որ ձեզանց ծանոթ է ու կուզենաք այդ բանը քննարկենք, չաթում էլի կգրեք, կքննարկենք։ Հիմա շատ մակերեսորեն եմ անցյալի գաղափարը քննարկելու, որովհետև ընդհանուր դասախոսությունն հենց է կառուցված, որ մենք չենք խորանալու անցյալի ինտեգրալ, դիֆերենցիալ այդ թեմաների մեջ չենք խորանալու։
Հիմա ասանցյալը։ Հիմա պատկերացրեք, օրինակ, ավտոմեքենան iceberg կետնականում ինչ-որ արագությունով, չէ՞։ Որպեսզի արագությունը հաշվենք, պետք է հասկանանք իր անցած ճանապարհը բաժանենք ժամանակի վրա։ Հիմա պատկերացրեք այդ ավտոմեքենան ֆունկցիայի մեջ կետն է։ Ու այս կետը ինչ-որ արագությամբ բարձրանում է դեպի վեր։ Հիմա տարբեր ֆունկցիաներում ինքը այդ արագությունը տարբեր կլինի։ Հիմա հաշվելու համար այս արագությունը, որպեսզի հասկանանք ինչ արագությամբ է, մեր մոտ դելտա y-ը, այսինքն ինչքան է y-ը փոխվել, բաժանում ենք դելտա x-ի վրա, այսինքն այստեղ h-ը։ Հիմա, որպեսզի բայց պատկերացրեք, որ մենք ուզում ենք իմանանք ոչ թե այս ամբողջ տարածությունը ինչքան է, այլ մեզ հետաքրքիր է գտնել հենց այս սկզբնական կետը մոտավոր ինչքան է անգամ, ինչ արագությամբ է շարժվում, այսինքն մեզ ոչ թե հետաքրքիր է այս բեկետ հասնելու ժամանակ ինքը ինչքան արագություն է միջին ունեցել, որովհետև որ մենք երկու կետերի միջև հաշվենք, մենք միջին արագություն ենք ունենում, այլ մեզ հետաքրքիր է հենց այդ պահին արագություն ենք ունենում։ Այդ պահին մենք արագություն ունենալու համար պետք է, այսինքն տեսականորեն ունենանք, որ կետերի մեջև հեռավորությունը, այսինքն այս B հեռավորությունը անսահման փոքր է։ Այսինքն այս երկու կետերը իրար անսահման մոտիկացնում են։ Ստացվում է, որ մեր h-ը սկսում է ձգտել 0-ի։ Այսինքն մեր մոտ այս լիմեսի նշանն է, որը նշանակում է, որ մեր մոտ ֆունկցիա լիմեսի մեջ ֆունկցիա, որտեղ h-ը ձգտում է 0-ի, որովհետև մենք պայման ենք դրել, որ երկու կետերը իրար պետք է մոտենան։ Հիմա վերևը դելտա y-ն է, այսինքն երբ որ մեր մոտ i-ը, i-ի արժեքը սկզբնական կետն է, գումարած h, այսինքն այդ անսահման փոքր թիվը, ու հանած մեր մոտ f-ը, այսինքն սա եղավ դելտա y-ը, ու բաժանում ենք դելտա x-ի, դելտա x-ն էլ a պլյուս h էր հանած a։ Սա մեր ազանցյալի սահմանումն է, այսինքն ազանցյալը ցույց է տալի տվյալ կետում ֆունկցիայի արագությունը, ինչ արագությամբ է ֆունկցիան փոփոխվում։ Ու շատ հաճախ ազանցյալը գրում են կամ շտրիխ են դնում սենց ապաթարցի նշան, f ապաթարց a, կամ կհանդիպեք նաև d, f-a, d-a։ Հիմա սա դելտան է, դա հունարեն այբուբենում մեծատար դելտան է։ Հիմա մեծատար դելտան, որ փոքրատար ենք դարձնում, այսինքն երբ որ անսահման փոքրի հետ ենք աշխատում, անսահման փոքր թվերի, անսահման փոքր փոփոխության, մենք գրում ենք d, այսինքն ազանցյալ հավասար է, պատկերացրեք այս փոքրատար d-ն սովորական այս եռանկյուն դելտան է, պրոստը երբ որ անսահման փոքր է փոփոխությունը եղել։ Լինում է անսահման փոքր փոփոխությամբ մեր ֆունկցիայի փոփոխությունը, արժեքի փոփոխությունը, բաժանած արգումենտի անսահման փոփոխությանը։ Հիմա մի հատ օրինակ ցույց տանք, բայց այս ավելի շատ անհրաժեշտ է հասկանալ լոգիկան, ինչ է տալի ազանցյալը, ոնց ենք իրան նշանակում, ու մի հատ օրինակ, բայց չեմ խորանալու ֆունկցիաները ոնց են ազանցում, մեզ դա այդքան այս դասախոսության ընթացքում անհրաժեշտ չի։ Հիմա ունենք f-ան հավասար է a քառակուսի, տեղապատառ նշան պետք է չլիներ։ Այդ կներեք։ Հիմա ազանցյալը։ Տեղադրենք, գրենք ազանցյալի բանաձևը կարելի ասել, երբ որ h-ը ձգտում է 0, f-a պլյուս h, հանած f-a բաժանած h, երբ որ h-ը ձգտում է 0-ի, տեղադրենք f-ի տեղը մեր ֆունկցիան, այսինքն ունենում ենք a պլյուս h քառակուսի, հանած a քառակուսի բաժանած h։ Բացենք a պլյուս h քառակուսին, կատարենք համապատասխան կրճատումները, տեսեք a քառակուսիները կրճատվում են, ու ունենում ենք 2ah պլյուս h քառակուսի, որը նաև բաժանած է h-ի,
Հաշերը կրճատվում է, մնում է 2a, այստեղ պետք է հաշերը կներեք էլի, հաշ պետք է չլիներ, այստեղ եղնելու էր 2a պլյուս h, այսինքն 2a պլյուս h, հաշը գիտենք ինքը հասաման ձգտումա 0-ի, այսինքն 0-ի է, եթե ինքը ձգտեց 0-ի, բայց 2a-ն ինքը հաստատուն թիվ է, այսինքն ունենում ենք մեր a քառակուսու ասանցյալը հավասար է լինում 2a, ինչ որ հարցեր կար մաթեմատիկական նախաբանից, այսքանով ավարտում ենք։ Չենք շատ մանրամասն կինետիկ, հա։ Ես այդ պահը չհասկացա, որ գրած է f ատանցյալ a-ից հավասար է dfa բաժանց dA, ոնց է այդտեղ a քառակուսի ստացվում, ես այդ պահը չհասկացա։ Մկնիկի սլաքը երևում է ձեզ։ Այո, Այս որ ցույց եմ տալիս այս հատվածն է։ այո, Տեսեք, սա ընդհանուր օրինակ a քառակուսի ընդհանուր մի հատ ֆունկցիայի օրինակ է։ Հիմա կարող է f-ան լինել ցանկացած ֆունկցիա, ինչ ֆունկցիա ուզենաք։ Կարա լոգարիթմական ֆունկցիա լինի, կարա թռչային ֆունկցիա լինի, կարա եռանկյունաչափական ֆունկցիա լինի, իսկ սա ընդամենը գրելաձև է, այսինքն df-a բաժանած a, որտեղ f-ան ֆունկցիա, կարա ենք ստեղ f-i փոխարեն գրենք dA քառակուսի dA։ Սա ընդհանուր գրելաձևն է, այսինքն ցույց եմ տալիս, որ df-a բաժանած dA որ հանդիպեք, ինքը ցույց է տալիս ածանցյալը, այսինքն f-a ֆունկցիայի փոփոխման արագությունը։ մի հատ էլ ես ճիշտ հասկացա, ածանցյալ նշանակում ենք այս fa պլյուս h-ը մոտեցնում ենք fa կետին գրաֆիկի վրա։ Ոնց որ կարելի ասել մոտեցնում ենք իրար, որպեսզի հենց այդ պահին իմանանք մեր ֆունկցիան ինչ արագությամբ է փոխվում։ Այսինքն անսահման ինքը մոտենում է։ Այս երկու կետերը իրար անսահման մոտենում են, որպեսզի հասկանանք սկզբնական կետում ինչ արագությամբ է մեր ֆունկցիան փոփոխվում։ Մեր նպատակն է հասկանալ ոնց որ արագություն է։ Եթե այսպես ամբողջ այս երկու կետերը այսպես իրարից լավ հեռավորություն են, մենք դելտա y-ը, որ բաժանենք դելտա x-ի վրա, մենք կստանանք միջին փոփոխման արագությունը, այսինքն միջինում ինքը ոնց է փոխվում, այ մեզ հետաքրքիր է հենց այդ կետում։ Իսկ հենց այդ կետում ունենալու համար պետք է այդ երկու կետերը իրար անսահման փոքր լինեն, այսինքն հեռավորությունը անսահման փոքր, կարելի ասել 0 լինի համարյա, որ կարողանանք ունենանք։ Լավ հասկացա։ Լավ ժողովուրդ, եկեք մինչև սկսելը մի հատ դուրս գանք, էլի միանանք, որովհետև 2 րոպեից Zoom-ը ավարտվում է։ Լավ, նույն լինքով միանում ենք։ Առանց ընդմիջման միանգամից միանում ենք։ Հա,